Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Ազգությամբ եզդի Մայա Բաքոյանն ու քուրդ Էվլիա Գյուլիշթեքին 12 տարի առաջ ծանոթացան Հայաստանում և համատեղ կյանքի ընթացքում 2 երեխա ունեցան։ 1 տարի առաջ Թուրքիայում Մայայի տեքրը 4 տարեկան եղբորորդու Սալիի աչքի առաջ սպանեց եղբոր կնոջը։ Արյունն արյամբ դեպքից 1 տարի անց 2014 թվականի մարտի 15-ին Մայայի որդին առաջին ամուսնությունից Մաքսիմ Բաքոյանը սպանեց խորթ հորը։ Արյունն արյամբ ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցրեց այս ընտանիքին։ Ինչու են այսօր սպանված ծնողների երեխաները կռվախնձոր դարձել Գյումրիում ապրող մորաքրոջ և Թուրքիայում ապրող հորաքրոջ համար։ Մինչ օրս չհրապարակված շոկային բացահայտումներ ու փաստեր միայն երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Արյունն արյամբ կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք Բասե Էմմա Շարոյանին։ Բարի երեկո, Բարի երեկո, շնորհակալ եմ տիկին Բասե կամ Էմմա, ինչպես ձեզ շատերն են դիմում հրավերն ընդունելու համար։ Այն ինչ տեղի է ունենում այս տարվա մարտի 15-ին, կարծես վերջակետը լինի այն պատմության, որի սկիզբ է դրվել։ Երբ է ձեր քույրը ծանոթանում Էվլիայի հետ, այդ տղամարդու հետ և ինչ պայմաններում։ 97 թվին երևի քույրս այդ ծանր պայմաններում էինք, Ղարաբաղի շարժումը, հորս տունը վառվել էր, մեր վիճակը շատ վատ էր։ Ես ունեմ մի երեխա, քույրս 3, ստիպված եղավ ինքը գնալ իր ոսկեղենը վաճառել, որպեսզի մենք ալյուր առնենք երեխեքի համար, որ երեխեքը հաց ունենային։ Քույրս գնացել էր շուկա իր մատնիկը վաճառելու, իր մատնիկը շատ թանկարժեք քարով է եղել, մենք չենք իմացել, ու ես մարդը այնտեղ ինքս էլ եկել է ոսկի առնելու, թե չգիտեմ։ Ես ինքը տեսել էր այդ մատնին, հավանել էր, ասել էր, ես քեզ այսքան փող կտամ, չեմ հիշում, ու ահագին փող էլ երևի։ Այսինքն ոսկու արքու վաճառքի պատճառով է եղել նրա ծանոթությունը։ Ինչպես այն վերածվեց ամուսնության, ինչպես վերածվեց 2 տարբեր կրոնական մարդկանց համատեղ կյանքի սկզբին, որ դուք կարծես շատ խիստ եք եղել ավանդույթների հարցում։ Այո, շատ։ Որտեվ իմ հերս հոգևոր մարդ է եղել, ես շեխի աղջիկ եմ, եզի այդ ուրիշ ազգի հետ ամուսնությունը շատ վտանգավոր ու շատ խստի վարգելված է մեր ազգի համար, համ էլ ես շեխի աղջիկ եմ, մենք շեխերը շեխերին ենք առնում, մեզ մոտ այդպես բան չկար, էսի եղավ մի հատ չգիտեմ ինչ։ Մինչև Էվլիային հանդիպելը իր ամուսինը, այո, ջնդին էր, Ծառաշեն գյուղից, որ ամուսնությունից նրանք համատեղ երեխա են ունեցել։ Իհարկե, քուրս 10 տարվա հարս է եղել տան մեջը, ունեցել է 3 հատ երեխա, իրանք իմ քրոջս հարս էր, իրանց տանը հարս էր, 3 երեխա ունեցավ, հետո ես շարժումների ժամանակ ինքս ես գնաց Ղարաբաղ, ինքս էլ գնաց շարժումներին մասնակցելու, որպես եզիների ջոկատի հետ ինքս էլ գնաց, հետո այդպես եղավ, ինքս ես ուշացավ, Այս ճակատագիրը էլի քրոջս հանդիպավ, այս Էվլիան հանդիպավ քրոջս, ինքը ջնդի հետ էլ չի բաժանվել, իր մարդուն տարել են Ղարաբաղ, ինքը գնաց Ղարաբաղ, հետո ինքը Ղարաբաղից էլ Ռուսաստան էր գնացել, մենք խաբար չենք, մենք էլ իմացանք, որ Ղարաբաղը ու չկա, ուրեմն կամ անհայտների մեջ կլինի, կամ էլ զոհված կլինի, կամ էլ կգա երևի, չգիտեմ։ Քուրս շատ երիտասարդ էր։ Ջնդին ուղղակի թողել է ընտանիքին գնացել։ Հա։ Եվ ոչ մի լուր չունեիք։ Չէ, մենք ոչ մի լուր չունենք իրանցից, ոչ մի բան, այդ երեխեքը մնացին քրոջս վզի։ Ես էլ հետը իմ քրոջս երեխեքին պայում ենք։ Եվ այս դեպքում կարծես փրկության օղակ է ձեր քրոջ համար լինում Էվլիան։ Ոնց է լինում առաջարկը, ինչ են նա իրականում ձեր կրոնական հայացքները, ընտանեկան ավանդույթները մի կողմ դնում ու որոշում ամուսնանալ մուսուլման։ Միշտ էլ այդ թուրքերը միշտ էլ սիրում են էլի մեր Հայաստանի կանանց, որտեղ մենակ կուլ գնացող են, համեստ են, աշխատող են, ձեռքերից ամեն ինչ գալիս է։ Հիմա դուք նշում եք թուրք, բայց նա Թուրքիայի քաղաքացի է, բայց ազգությամբ
Քուրդ է։ Ու հիմա մուսուլման են իրանք։ Ահա։ Ուզում ես քուրդ լինի, ուզում ես թուրք լինի, իրանք մուսուլմաններ են, իրանք մեր ու իրանց մեջ մեծ արգելքներ կան, մենք չենք կարող իրանց հետ ամուսնություն տանք կամ էլ թեկուզ մի գյուղում ապրել էլ, մի քաղաքում, չէ, մի գյուղում, եթե գյուղում մուսուլման եղավ, այդ գյուղում մենք չենք ապրում։ Բա ոնց ստացվեց, որ նրանց դեպքում եղավ արդեն ամուսնություն, ոչ միայն համատեղ գյուղ, համատեղ քաղաք, համատեղ անկողին։ Ներողություն մի բան էլի ավելացնեմ, այստեղ ոչ թե հայ եւ քուրդ, այլ եզդի եւ քուրդ։ Ահա։ Որովհետեւ դուք հիմա ասում եք դա, որովհետեւ մի գյուղում չեն կարողանում կամ բան, իրականում հայերը եւ քուրդերի եւ եզդիների հետ այստեղ կարողանում են ապրել եւ ապրում են իրականում։ Փոքր ազգերի հետ հայերը կարծես ոչ մի ձևակերպում այնպես է, կարծես հայերը քուրդերի հետ կամ հայերը Չէ, մեր ազգը դուք, այսինքն դուք եզդիները։ Հա, քուրդ։ Լավ, ինչպես ստացվեց, որ ձեզ համար այդքան անընդունելի մի պահվածք, հա, ձեր քրոջ դեպքում ջնջվում է բոլոր սահմանները եւ նա որոշում է ամուսնանալ այդ տղամարդու։ Հետո իրանք այդ առք ու վաչարկի ժամանակ այդ մատնիկ իրանց հետ խոսալուց ինքը դե մեր բարբարները իրար բռնում են, մեր տուն հույր էր եկել ինքը մի անգամ, այդ Էվլիան բանա եկավ, երևի տեսավ էլի տունը տեղ ամեն ինչ կա, այտենց ես արդեն չեմ խառվել իրանց կյանքում, հետո իրանք երբեք չէին ամուսնացել, պրոստա եկավ մեր տունը որպես հույր ու գնաց։ Էվլիան որ գնաց, ես էլ Վրաստանում գործ էի ճարել, գնացի աշխատելու։ Գնացի Վրաստան աշխատելու, հետո ես իմացա, որ Մայան արդեն Էվլիային առել է։ Ու արդեն ես այդ տունը չգնացի, այդ տունը մենք ստացել ենք, մենք 95 թվին, հորս ընտանիք տունը վառվել է Լենինականում, մենք տվել ենք 11 հատ զոյ, այդ զոյերի դիմաց մեզ տվել են 4 սենյականոց բնակարան, ընձի ու քրոջս մեր որբերի հետ։ Հետո ես որ իմացա արդեն այդ քուրդը եկել է մեր տան մեջ ապրում, ես արդեն այդ տունը չգնացի, քանի տարիներ, 10 համարյա 10 տարի ես մնացի Վրաստանում։ Իսկ քրոջ հետ էլ շփում չէիք ունենում։ Քուրս գալիս էր մեզ մոտ։ Քուրս գալիս էր մեզ մոտ։ Բա չեք զրուցել, որ իրականում ձեզ համար որ այդքան սկզբունքային է, հա, այդ հարցը։ Այո, մենք բանա, ոնց խախտվեց նրա դեպքում։ Մենք իր հետ խոսացել ենք, դաժե ես իր հետ կռվել եմ, դաժե մենք նեղացած ենք երկու քրով։ Նու արդեն խելքը կերել էր Էվլիան, ինքը արդեն հաշտվել էր այդ կյանքի հետ ապրում էին։ Իսկ երեխաները առաջին ամուսնությունից, այսինքն ջնդիից եկած զավակները ինչպես էին ընդունել երկրորդ խորթ հորը։ Չէին ընդունում իրան, հետո ինքն էլ չընդունեց երեխեքին, ճիշտն ասած, ինքն էլ սկսեց արդեն հալածել երեխեքին, որ երեխեք իրան ջերմ չէին ընդունում, դե օտար մարդ եկել էր իրանց տան մեջ ապրում էր, այդ երեխեքն էլ ջերմ չընդունեցին իրան, հետո ինքը սկսեց երեխեքին հալածելը, հետո մենք լսեցինք, որ Մայային էլ արդեն քրոջս էլ արդեն ճնշում, նեղում, որ քո երեխեքը պետք է գնան իրանց պապու տուն։ Մայան իր 3 երեխեքին ուղարկեց Ծառաշեն գյուղ, իրանց պապու տունը։ Իր պապու տուն էլ կային հորեղբոր կնիկները, չհաշտվան երեխեքի հետ, մի քանի ամիս այնտեղ չլվանես հորեղբոր տուն, այն հորեղբոր տուն։ Մի խոսքով նորից երեխեքը ետ եկան իրանց մոր մոտ։ Հատկապես երեխաներից ում հետ է հարաբերությունները լարված եղել։ Միջնեկ աղջկան ինքը տանել չէր կարող, որտեղ միջնեկ աղջիկները մեզի նման էր, ինքն էլ էր շատ դեմ էր, իրան չէր սիրում։ Մեծ աղջիկն էլ բան էր, լավ էր, սիրուն աղջիկներ քույրս ուներ, լավ շնորհքով երեխեք են, դաստիարակված, երկու աղջիկները շուտ ամուսնացան, փառքասու։ Մնաց Մաքսիմը։ Հա, երկուսն էլ ընտանիքներ ուներ, շատ աստուծո եմ։ Մնաց Մաքսիմս։ Փոքրիկ դադարից հետո մենք շարունակում ենք այս պատմության արյունահեղ մանրամասները, սպանությունից հետո դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները, հեռու չգնաք։ Արյունարյամբ Կիսաբաց լուսամուտներից ներս բարի երեկո, եթե նոր եք միացել երկրի գլխավոր թոք-շոուին։ Մենք վերադառնալով հիշեցնում ենք Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, աշխարհի յուրաքանչյուր կետից յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի օգնելու հայրենիքում ապրող դժվար կացության մեջ գտնվող ընտանիքներին։ Եթե դուք էլ ուզում եք դրանց շարքին միանալ, ապա օգտվեք այն կոորդինատներից, որոնք տեսնում եք այս պահին էկրանի ներքևի հատվածում։ Մենք սպասում ենք նաև ձեր նյութական արձագանքներին։ +3 74 60 50 33 17։ Մենք աշխատում ենք աշխատանքային ժամերին, Երևանի ժամանակով 10-ից 18-ը, սպասում ենք ձեր արձագանքներին։ Սպանությունը Մայայի, ինչու է տեքերը սպանում նրան։ Էս իրա պստիկ մեծ աղջիկը 10 տարեկան է, այդ Էվլիայից, փոքրն էլ 5 տարեկան, հիմա 6 կլինի, 5 տարեկան էր։
Իրանք մտածել են, որ տանեն երեխուն իրանց մուսուլմանական կարգով մկրտեն, ինչ անեն, չգիտեմ, սունատանեն։ Իմ քույրս ստեղից ինքը իր բանկի հաշվա համարում ինչ փող է եղել հանելա, ոսկիներն է հանել, փողերն է հանել, հետո տարելա Թուրքիա։ Մենակ Էվլիան էր, Մայան, երկու երեխեքը, Սալին ու Սոնաս։ Իրենց համատեղ երեխաների մասն է խոսքը։ Ես գիտեմ, որ ձեր անձնական զրույցի ժամանակ ձեր քույրը խոստովանել է ձեզ, որ վախ կա նրա մեջ գնալու։ Իր մայից 3 օր առաջ զանգելանձի սկայպով ես Ռուսաստանում ինքը Լենինական իր տան մեջը մենք խոսացել ենք։ Ու ինքը շատ սիրուն հագնված էր, ասի Մայա, ինչ ուր հարսանիք ես գնում, ասես չէ, ես գնում եմ Թուրքիա երեխուն սունատելու, ասի ինչ ես տանում երեխուն, ինչ ես այդպես բան անում, մի գնա, արի մի գնա, ասես գնում եմ, բայց այնպես վախ կա իմ վրա, այնպես վախ կամ ես կրոնին հակառակ եմ անում, վախ կա վրես, կամ էլ չգիտեմ, ինչ որ մի վախ կա իմ վրա։ Ու մենք ստենց հաջողություն արեցինք իրար, արդեն անջատվավ մեր սկայպը, քույրս գնացել էր Թուրքիա։ Սպանող տեքորտուն են իրանք սա հավաքվել ընտանիքներով, իրանք ասել են, եթե մենք ընկում են այդ երեխեքին մուսուլմանական ձևով, պետք է ծնողները լինեն մուսուլման։ Իմ քույրս էլ ասել էր, չէ, ես այդ կրոնը չեմ ընդունել ու չեմ ընդունելու, որտեվ ես չեմ կարող իմ կրոնս փոխեմ։ Մեր կրոնը չի փոխվում։ Ինքը իր կրոնին է խոսացել, ինքը իրան, всё, ու արդեն իրարից ինքը իրանց տունը գնացել քնելու, Մայան էլ մյուս տեքոր տունը, թե իր տունը չգիտեմ։ Առավոտը գնում են, որ մատաղ բան անեն արդեն, Մայան անում է, որ այդ սպանող տեքոր տունը երեխուն լողացնի, տանում անտեղ, այնտեղ տակ ջուր է եղել, ինչ չգիտեմ, տանում է, որ լողացնի, ընտեղից տեքրը հրացանով տնից հելնում դեմն է գալի Մայային դիմաց։ Այս Մայան իրանք քուրս էլ թուրքերեն մի քիչ գիտեր, ինքը թուրքերեն իրան ասում է բարև, իրանք եթե մեծահասակ մարդիկ են իրար ձեռ են պաչում, քուրս գնացել է որ տեքոր ձեռը պաչի ճակատին տնի, բանը տեքրը սենց հրացանով դոշին է տվել։ Իմ քուրս խնդրել է, ասել է մի խփի աբի ինձի։ Ինքը այդ րոպեին Սալին 5 տարեկան ձեռից բռնած, ինքը բռնում է ատրճանակը ու կրակում է քրոջս այս սրտի անոթին է խփում։ Քուրս մահանում է։ Իրանք երեխեքին հավաքում տանում գցում են մի հատ տան մեջ, դրան դուռը երեխեքի վրայքը փակում է, որ երեխեքը չտեսնի, բայց արդեն Սալին տեսել է 5 տարեկան, տղեն տեսնում է այդ ամեն ինչը։ Հետո իր մարդը զանգեց ամբողջ մեր իմ քույրերիս ընձի բոլորին զանգեց, ասեց Մայան մահացել է։ 4 օր առաջ է Մայան իմ հետ խոսացել, ես սկսեցի գորգորալը, ասեցի, բայց այն չի մեռավ, ինքը առողջ, հագած, կապած, ես տեսա իրան ոսկիները շարել է վրեն, սիրուն, ասեց բանը, ասեց այրունը սպիտակում էր, ես քեզ չէի ասում, իր այրունը սպիտակում էր, այրան գնդիկները սպիտակը շատ եղավ, հուզվեց ու Մայան մահացավ։ Դե մահացավ, քույրս զանգեցին, ես Տոմսը սարա բիլետս եկա, չերս Մոսկվա եկա Երևան, Երևանից քույրը զանգեց, որ Մայան ոչ թե իր մայով է մահացել, այն տեքրն է սպանել։ Ուրեմն մենք սպասում ենք դիակը չկա, մենք զանգում ենք Էվո դու որտեղ ես դիակը 2 օր ուրա բա մենք եկել ենք սաղս հավաքվում ենք, լացում ենք, գորգորոցներս դրել ենք, Մայան չկա։ Մեր ձեռն էլ այդքան գումարը շատ չկար, իմ մեծ քույրը ստիպված իր տունը դրել է գրավ, բանկը Վրաստան բանկա դրել, փողը տվել է երկրորդ քրոջս, որպեսզի երկրորդ քույրս գնա Ստամբուլ իմանա եղելությունը ոնց է, ուրա դիակը չկա։ Հետո Էվլին մեզի զանգեց, ասեց, որ մենք իրան արդեն թաղել ենք։ Վայ, ոնց թաղել եք, ոնց դե իրանց մոտը նույն օրը թաղում եմ եղելներին, մենք խառնվանք իրար, որի ուշքը գնաց, ինչ եղավ, ինչի որ եղավ, թող մենակ Աստված գիտի։ Բայց իրականում պարզվում է, որ հուղարկավորած չի եղել ձեր։ Չէ, ուր է եղել այդքան ժամանակ, քույրս որ այդ փողը վերցրեց գնաց Ստամբուլ, թռավ նորից գնաց Ստամբուլ, ինքը տամուժնեի վրա լացել էր, մենք սև ենք հագնում, ինքը որ սևավորված լացում, աղաչում, ասում է, թե դուք Աստվածին պաշտում եք, ասեք, ընտեղից ջանդրմեկ կան, ընտեղ ինչ-որ ջանդրմեկ կան, միլիցիա են, թե վայնի են, չգիտեմ, այդ ջանդրմեկ ասել են, հա, սրանք այդ հայ մարդիկ են, որի քրոջը սպանել են, կրակել են։ Քույրս նոր իմանում է, որ քրոջը սպանել են, կրակել են, քույրս ընտեղից գնում է, իմանում է, որ դիաերտարանում է, տաքսի է բռնում գնում է, քույրս դիաերտարանը դրած, թաղած չի, ոչ մի բան չի ու ոչ մեկ չկա։ Նոր իմ քույրը զանգում է Էվոյին, ասում է Էվո, բա դու ասում ես որ թաղել ենք, բա ես եկել եմ Մայան ստեղ դիաերտարանում է, բա այնտեղ մարդ չկա, ասել է ես հիմա կգամ։ Մենք տամուժնայի այս կողմն ենք, Թուրքիա չենք անցել, իսկ քույրս անցավ, գնաց Փեսուս հետ, որ իր դիակը բերեին, մենք գնացել ենք այնտեղ։
Հաջողվեց բերելը։ Հա, գնացել ենք, լացում ենք, գոռում ենք, մեր մազերը պիտրել ենք, երեխեն չկա, հետո քուրս ասեց ձեր աչքը լույս, որ մայա ինչ են թաղել մուսուլմանի հողում, ես իրան հեսա կբերեմ։ Նոր փեսես եկել անտեղ, այդ Էվոն նոր եկել է, ասեցինք, բա դու ասում ես թաղել ենք, չէ, բանա, ես ուզում եի որ թաղեի, բայց տեսակ որ չստացվար, չգիտեմ ինչ։ Ես առաջարկում եմ լսել նաև Էվիային, թե նա ինչպես է պատմում դեպքի մանրամասները, Էվիա Գյումուշթեքին պատմում է եղելության մասին, նայեք էկրանին։ Ես թուրք չեմ, իմ կնիկը հայ չէ, իմ կնիկը եզդի է, Շեղի Շեղբաքրայի աղջիկը, Շեղու աղջիկը, ես է քուրդ եմ, 13 տարի է ես տեղ ապրիմ, մենք մարդը կնիկ ենք, սա մեր ապերն է մոդիկը տները, գնաց ենք, նստած ենք, ամին ամկան ինչպես մեզի ընդունել են նույն, հիչ մի պրոբլեմ չկա, նստած են ուդել են, խմել են, կեֆերել ենք, իրգուն մենք ստերենք, մենք երեխեք ուզում են, ամսի 7 ենք ուկանք, երեխեք սունատն ենք, իմ մեզ աղբերը, ով է խպել է, հարցրել իմ կնիկը ասում է, դու մուսուլման տարել ես, ինքը ասում է, չէ, ես դիմ, ես շեղա աղջիկ եմ, Շեղբաքրիա եմ, սպես բան չկա, ես եզդի եմ, հա, ես ասում, ես ինչ հարցատ, դու տվել ես հարց, իմ կնիկին, սպես փակվավ, Էդո մե ուրա խարացո իրա տունը եկնեմ, մյուս աղբերը տունը, մյուս աղբերը տունը, քնել ենք առավոտ, երեխեքը ձերը բռնել, ասում ես կեստամ, երեխեքը լողցրեմ, մենք կեստան, կավորների տուն կեստան, խոսալում բար ունենք, ընելի գործ ունենք, գնացի մեկ, ես մյուս աղբերը տունը, նստացում, ես տեսար, երեխեքները կանչում են, ասում մամա խպվավ, բասե, մենք ենգեսենք, yani հարսը խպվավ, մերավ, ես վազելով կնացիմ նայեցիմ, գեդին է, սա հավակել վերեմ, լացեմ, Սա էլ դեպքի մանրամասների մասին պատմում է դեպքից հետո, հիշեցնում եմ արդեն հանգուցյալը, իրականում ինչպես էր արձագանքել մոր սպանությանը Մաքսիմը և պլանավորած էր, խոսում էր այդ մասին, երբևէ բարձրաձայնել էր, որ արյամբ է վրեժը լուծելու։ Մաքսիմը, որ Գերմանիայից եկել է, ես Ռուսաստանում եմ եղել, ես Մաքսիմի դաժե չգիտե, որ ինքը ճիշտն ասած, չգիտե, որ ինքը Հայաստանում է։ Իմ տղես էլ էր Գերմանիայում, իմ տղես փետրվարի 6-ին մահացել է 26 տարեկան տղա եմ կորցրել։ Ես եկել եմ տղուս թաղմանը, արարողությունը որ տա, ես Մաքսիմին այրոպորտն եմ տեսել, ինքը շատ սենց նիհարած, փոքրացրած, շատ ուժեղ, ինքը ոնց որ ինքը չլիներ, եկավ ինձ դիմավորեց, մենք գնացել ենք Վրաստան, ես ընտեղ իմ երեխուս արարողությունը տարել եմ, որտեղ իմ երեխուս դիակը չտվեցին, Գերմանիայի քաղաքացի էր, բանը, հետո իմ վիզես անցել էր, պասպորտիս վիզեն անցել էր, ես պիտի նորից ետ գնայի Ռուսաստան, որտեղ ես ընտեղ աշխատում եմ, ես եկա ստեղ լեյնական եկա, որպեսզի Մաքսիմի հետ եմ եկել, իմ երեխուս արարողություն անցավ, 40 անցավ, ես եկա լեյնական, որպեսզի իմ վիզես երկարացնեմ, ես եկել եմ իրանց տուն, երեխեքի մոտ մի 2-3 օր մնացել եմ, ես ասեցի Մաքսիմ մամայի գերեզմանը, որ սարքել եք, ես մամայի գերեզմանը չեմ տեսել, հել գնանք գերեզմանոց։ Մենք իրանց մեքենայով Մաքսիմի, Էվոյի, իմ տղուս, իրանց փոքր 2 երեխեքի հետ հելել գնացել են գերեզմանոցներ, ընտեղ ճիշտ մի քիչ, այսպես Մաքսիմը չի խմում, Մաքսիմը վաբշի խմիչքի մոտիկ չի գնում, ճիշտն ասած, օգուրմաթաս խմեցինք մի քիչ, հետո մենք հելանք գնացինք, հետո մենք ազգական սուրբ ունենք, գնացինք այդ լալիշ սուրբը, ընտեղից էլ հելանք եկանք տուն, ես ու Մաքսիմը հելանք տուն, Էվոն չեկավ տուն, Էվոն ասեց ես գնալու եմ մեքենայիս մասը բերեմ։ Գերեզմաններից հետ գալուց ձեր փեսան հայտարարում է, որ գնալու է Թուրքիա արյան գինը բերելու։ Ինչ է դա նշանակում։ Ինքը ասեց ես վաղը Թուրքիա եմ գնալու։ Մաքսիմը իրան կողքն էր նստել, ասեց ինչ ես Թուրքիա գնում, ասեց գնում եմ արյան փողը բերելու։ Ես սկզբից չհասկացա այդ ինչա, ոչ էլ Մաքսիմը երևի հասկացավ, մենք չհասկացանք։ Իրականում ինչ է դա։
իրականում հետո ինքը մեզի պատմում է, որ այդ այրան դեմ, եթե մեկը մեկին սպանում է, այս հակառակ կողմը ումը որ սպանել են, չեն բողոքում, այս սպանողները, ումը որ սպանել են, այս սպանողները իրանցը տալիս են մեծ քանակությամբ գումար։ Այսինքն տեքերը, սպանողը որևէ կերպ, որևէ պատիժ չի կրել դրա համար։ Չէ։ Եվ Էվլիան գնում էր գումար վերցնելու սեփական եղբորից եւ վերադառնալու համար Հայաստան։ Իր աղբերը սպանել է իմ քրոջս, իր 5 տարեկան երեխու աչքի առաջը մի օր չի նստել, 5 րոպե չի նստել, ինքը ազատության մեջ է, իր թոշակ ավելացրել են, որպես ինքը Հայաստանի քաղաքացիա սպանել։ Իսկ իմ որդիս էլ, որ այան իր մորը 5 երեխու մորը 5 երեխային որփացրել, գցել են երկուսին որփանոցները, 3-ն էլ թափառական առանց իրանց մորը, 5 երեխու մորա սպանել, իմ երեխես էլ բանտնա, պատիժը չգիտեմ, հետո էլ ինչ կլինի, հետո մնում է Ասու հույսին։ Մաքսիմը չի սպասում դրան։ Չի սպասում արյան գնին։ Չի սպասում գումարին։ Չի, գումարին չանում, Մաքսիմը, այդ գումարին չանում։ Իսկ ինչ է անում Մաքսիմն, արդեն ցավոք սրտի ճշմարտություն է այս տարվա մարտի 15-ին, նա սպանում է խորթ հորը։ Դրա մանրամասներին մենք կվերադառնանք մի քանի րոպեից, եթե դուք կարծում եք սա սարսափի դեռևս միայն կեսն է, դուք չարաչար սխալվում եք, ամեն ինչ դեռ առջևում է։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, Արյուն Նարյամբ կիսաբացի եթերում, մենք վերադառնում ենք տաղավար, ծանոթացեք թեմային։ Ազգությամբ եզդի Մայա Բաքոյանն ու քուրդ Էվլիա Գյուլիշթեքին 12 տարի առաջ ծանոթացան Հայաստանում եւ համատեղ կյանքի ընթացքում 2 երեխա ունեցան։ 1 տարի առաջ Թուրքիայում Մայայի տեքերը 4 տարեկան եղբորորդու Սալիի աչքի առաջ սպանեց եղբոր կնոջը։ Արյուն Նարյամբ դեպքից 1 տարի անց 2014 թվականի մարտի 15-ին Մայայի որդին առաջին ամուսնությունից Մաքսիմ Բաքոյանը սպանեց խորթ հորը։ Արյուն Նարյամբ ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցրեց այս ընտանիքին։ Ինչու են այսօր սպանված ծնողների երեխաները կռվախնձոր դարձել Գյումրիում ապրող մորաքրոջ եւ Թուրքիայում ապրող հորաքրոջ համար։ Մինչ օրս չհրապարակված շոկային բացահայտումներ ու փաստեր միայն երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում։ Արյուն Նարյամբ կիսաբաց լուսամուտներից ներս։ Մաքսիմը ինչպես է որոշումը կայացնում սպանելու խորթ հորը Էվլիային։ Մաքսիմը ոչ մեկի հետ ոչ մի բան չի խոսում։ Մաքսիմը ոչ մեկին չէր ասել, մեկ որիկը ջղայնանում էր, չէ, ասում էր ես իրան չեմ կարող տանեմ, տես ինչ էր անում, ինքը միշտ մեզի հակառակ բաներ էր անում, տունը լիքը իրանց գրքերով էր լցրել, հակառակներ էլի ամեն ինչ անում, երեխեքը, այդ փոքր երեխեքը չոքում էին։ Այսինքն որևէ անգամ որևէ բան չի բարձրաձայնել, որ ինքը վրեժ է պատրաստվում լուծել։ Չէ, ճիշտ է։ Բայց դա վրեժ էր։ Իսկ իհարկե վրեժ էր, եթե իրանք իր մորը չսպանեն, Էվլին 13 տարի այն տան մեջ թագավորի կյանք էր անում։ Մաքսիմը սպանում է խորթ հորը, որին ընդհանրապես չի ընդունել։ Եվ այսօր կռվախնձոր են դարձել այն 2 երեխաները, որոնք ծնվել են այդ համատեղ միության արդյունքում, հա, խոսքը Սոնային է վերաբերում 10 տարեկան եւ Սալիին, ում պատճառով էլ որ նրանք տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ այդ դժբախտ դեպքն է տեղի ունենում, սպանություն, երեխաների համար երկուսի համար պայքարում եք թե դուք եւ թե հայրական կողմի հորաքույրը։ Ես պայքարում եմ, կպայքարեմ, ես միջև կյանքիս են վերջի կաթիլն ես կպայքարեմ երեխեքիս համար, որ քրոջս երեխեքը Թուրքիա չընկնեն, ես չեմ ուզում երեխեքս գնան այնտեղ ուրեմն Աստծու կամքով իմ երեխեքս Թուրքիա չգնացին, չմկրտվեցին, ինչ են ասում, որ մուսուլման չդառան, Աստծու կամքով է։ Եվ այսօր որքան էլ որ զարմանալի է, մենք ունենք Տիկին Ֆաթիմայի ներկայացուցչին այստեղով պայքարելու է երեխաների համար, Տիկին Սուսաննա Մխիթարյանը փաստաբան գալիս է այստեղ պատմելու համար իր ճշմարտությունը։ Դիմավորեք։ Բարի երեկո համեցեք։
Մենք ինչեր ասես, որ չենք լսել այս տաղավարում, բայց արի ուտես, որ գալիս են դեպքեր հերթական անգամ զարմացնելու։ Ինչ իրավունքով կամ, չգիտեմ, ինչպես է տիկին Ֆաթիման որոշել ու ինչի համար, որ երեխաները պիտի իր կողքին ապրեն եւ Թուրքիայում։ Դերևս չկա նման առաջարկ Հայաստանի Հանրապետությանը, դա միայն խոսակցություններ են, եւ այդ առաջարկը արել է ինձ եւ Ֆաթմային Տիգին Էման, ասելով, որ երեխաներին չի կարող պահել, ապրուց չունի։ Եվ ինձ մի ամսից ավել է մենք միասին զրուցում ենք, համագործակցում ենք, ճանաչել եմ այս առիթով, ես ինքս փաստաբան եմ, զբաղվում եմ եւ քրեական գործով, եւ նաեւ լիազորություն եմ ստացել զբաղվելու այդ հարցով, բայց չեմ զբաղվել երբևիցե քրեական գործով իրավահաջորդի ներկայացուցիչ եմ, իսկ այդ ասած գործով մենք չկանք դեռևս, այսինքն Ֆաթման որևէ մեկից որևէ պահանջ չի դրել։ Այդ մասին զրույց եղել ընդամենը Տիգին Էմայի եւ իմ մեջ եւ բազմիցս այս մեկ ամսվա ընթացքում Տիգին Էման ասել է, որ ես պատրաստ եմ թող կա հորակույրը հորեղբայրները տանի։ Ես որտե՞ղ սկզբից կտայի։ Ինչու պետք է։ Ես թաղմանորը Տիգին Էմա, չի եղել։ խնդրում եմ ինձ նայեք։ Նայում եմ, Ինչու պետք է։ Դուք եք ասել, հանձնաժողովի մոդել եք ասել։ Ես իրաք երեխա եթե ես խնդրում եմ իջև վերջ լսեք։ Երբ երեխան ունի 6 հորեղբայր եւ հորակույր, ինչու պետք է ապրի պետության հովանության տակ, մանկատան իր ասելով։ Ես երեխեքիս մանրակատուն չեմ թողում Սուսանա ջան։ Ես ոչ էլ Թուրքիա կտամ երեխ, ոչ 6 հատ հորեղբայր ունի։ Թող ինքրանք Հայաստանի քաղաքացի են, կմնան Հայաստանում ու իրան կապրեն Հայաստանում։ Ես ոչ մեկին երեխեքին չեմ տալիս։ Հորակույրը ցանկանալով։ Ինչի՞ չպիտի ապրեն երեխաները Հայաստանում։ Իսրոց խոսքերը նայի։ Ինքն է ասում։ Սա լեյնականի իշխանությունն ասում, թե գնան Թուրքիա երեխաները ասում են։ Ինչ որտեղ ընդունելի եւ հասկանալի է։ Թուրքերի կողմից ես խոսում։ Որպես առանց ամանչելու։ Խնդրում եմ քաղաքական աստար չտակ եւ ինձանից շատ հայասեր չլինեք, ազգասեր չլինեք։ Երևում է, երևաց, արդեն երևաց։ Իսկ մեկ ամիս ես այս կնոջը հավատացել եմ ու անգամ հուզվել եմ։ Առաջի անգամ անչափասների հանձնաժողովի ղեկավարի մոտ մտնելով անգամ երբ լսել եմ, որ առայժմ չեն կողմնորոշվում երեխան տան, թե ոչ, խնամակալության Տիգին Էմային, ես ըմբոստացել եմ, թե ինչպես կարելի է թողեք մորաքրոջը մինչև երեխաների ճակատագիրը լուծվի կամ Բա ինչն է ձեզ ստիպել այսօր ճիշտ հակառակ մեկ ամիս ու կեսվա աշխատանքը, որը ինձ տվեց հիմքեր ասելու, որ շահարկում է վրեժ խնդրության հանգամանքը, սակայն այս դժբախտ դեպքի, այս դժբախտ ընտանիքի պատմության մեջ հոր սպանության վրեժ խնդրությամբ նկատառում չկա։ Նկատի ունեք Մաքսիմ վրեժի հարցը չի լուծել այդ։ Ոչ, զուտ շահադիտական նպատակով է եղել եւ այսօրվա Տիգին Էմայի Ո՞րն է շահադիտական նպատակը։ Մաքսիմի հորտունը։ Խնդրում եմ առանց ըմբոստանալու։ Մաքսիմի հորտունը, Մաքսիմի շահխնդրությունը որն է։ Ո՞րն է շահադիտական նպատակը։ Եվ այդ շահագրգռվածությունը ունեցել է հատկապես Տիգին Էման եւ ես համոզվեցի, որ մինչեւ երկու առաջ իմ կարծիքը այլ էր։ Ես ապշած եմ նրա խոսքերից, որ իմ մոտ այլ բան է ասում, ամբիոնից եւ այլ բան։ Ինչ եմ ասել, ես քեզ ինչ եմ Եվ ասել։ ժողովրդի մոտ խոսակցությունները տարածված իմ փաստաթղթերով ձեռք բերված համոզվեցի, որ այդ շահագրգռվածությունը շահադիտական նպատակը ունեցել է առաջին հերթին Տիգին Էման, որը բազմիցս ասում է, սա իմ հայրական տունն է, սա մեզ պետք է մնա, ես պետք է այստեղ ապրեմ, որտեղ մեր մերելները այստեղ են, այստեղից պետք է գնամ։ Հավատացեք։ Խնդիրը նրանում է։ Խնդիրը Խնդիրը նրանում է։ Թող ապրեմ, չի չապրեմ։ Խնդիրն այն է, որ 2013 թվականի դեկտեմբերին պարոն Էվլին դիմել է դատարան այդ տան սեփականատերը դառնալու համար։ Համասեփականատեր դառնալու համար։ Բայց ո՞վ է։ Որից հետո երբ որդին եկել է, որդին գալուց հետո Տիգին Էման, որդին եկել է ավելի վաղ։ Իսկ ինչի եք մենք թացը չորին խառնում, ինչ կապ ունի երեխաների ճակատագիրը։ Ես հիմա ձեզ եմ հարցնում, ինչ կապ ունի տունը երեխաների ճակատագրին։ Մի վարքյան ներողություն խնդրում եմ առանց ըմբոստանալու։ Դուք ինչու ավելի շուտ չեք դիմում այս նույն հերոստաստուդիային սպանության կապակցությամբ ձեր դիրքորոշումը վրեժ խնդրությանը հանրային ներողություն իմասեմ։ Մեր լրիվ ընտանիքի մեջ խրվել այս տինը։ Ով է այս Հիմա ես ասեմ ով եմ։ Ասեք։ Երբ դիմել եք այն ժամանակ, երբ երեխաները վերստելուց հետո
Բնականաբար պետք է բնակարանը վերցնեին ձեզանից։ Դուք տանում եք բնականից չզրկվելու համար։ Ինչ կապ ունեն այս հարցում երեխաները ու բնակարանը խնդրում եմ դրա հիմա կշերքի վրա եք դրել, որը աբսուրդ է երեխաները Եթե հայրական բնակարան է, դա, հայրական չի, հրա, չտի մայրական իրան մենք 11 հոգու հիմար ենք ստացել։ Խնդրում եմ, մի վարքյան, Սեփականության իրավունք ինչ կապ ունի պարոն Էվլիան ցանկանում էր, չէր ցանկանում, դա իրենց բնակարանն է եղել, դրան ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում, երեխաների հարցն է այստեղ։ Ասեմ ինչ։ Տիկին Էման շահագրգռվածություն չունի երեխաներին պահելու։ Բազմիցս ինձ ասել է, ես պատրաստ եմ հանձնելու։ Դուք փաստեր ունեք դրա։ Այո, շաբաթ օրը, անցած շաբաթ օրը։ Ես երեխեքին հրաչ։ Ես այս ներողություն, Այն իրավունք եք տվել, թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Տիկին Էմա, նախորդ շաբաթ օրը դուք զանգեցիք ինձ։ Ես դες ինչ եմ զանգել։ Իմ հեռախոսի վրա գրվում է, բայց ինչ եմ ասել հիշեցի։ ասեցիք ես երեխաներին ճամրուկներս պատրաստել եմ, չեմ կարող պահել։ Հիմա զանգելու եմ ոստիկանություն, որպեսզի երեխաներին կան տանեն։ Ես ես խնդրեցի, Տիկին Էմա, սպասեք գոնե մինչև հանձնաժողովը երեխաների հարցը նման բան մի արեք։ Ճիշտ է թե ոչ։ Լսեք։ Ներողություն, ես այս հարցի մեջ ուզում եմ իրականում մենք փորձենք հասկանալ ինչ է եւ այդ իսկ պատճառով Գյումրի քաղաքի խնամակալության եւ հողատարության խորհրդի հանձնաժողովի քարտուղարին ենք հրավիրել։ Տաղավար Թերեզա Գրիգորյանը երեխաների հարցը ինչպես են նա պատկերացնում լուծել։ Դիմավորեք։ Բարի երեկո Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քաղաքապետարանի եւ կոնկրետ ձեր բաժնի հետևողական վերաբերմունքը կարծես տանում է նրան, որ երեխաներն այսօր խնամքի կենտրոնում են գտնվում։ Ինչու՞։ Երեխաները գտնվում են խնամքի կենտրոնում հետևյալ պատճառաբանությամբ։ Դերևս մարտ ամսի վերջերին ես ինքս եմ հետաքրքրվել, ինչպես որ վերապահված է խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, ցանկացած առանց ծնողական խնամքի մնացած երեխայի ճակատագրով հետաքրքրվել, ինքս եմ ոստիկանության միջոցով հրավիրել Տիկին Դասեին խնամակալության հանձնաժողով, որպեսզի նա ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրվի եւ մենք կարողանանք նրան նշանակել խնամակալ։ Մեկին, այսինքն նպատակահարմար էր, բնական է մորաքրոջը։ Ասեմ նաև, որ ընտանիքին ճանաչում Մորաքույրը չէր ուզում։ Մենք տեղյակ չենք եղել։ Մորաքրոջ պարագային Որտեղ են եղել այդ պահին, Ներողություն Տիկին Գրիգորյան, որտեղ են եղել երեխաները։ այդ ժամանակահատվածում Որտեղ են եղել երեխաները։ երեխաները եղել են իրենց հայրական տանը, մուշ երկու թաղամաս, 4-րդ շենք, բնակարան 4 հաստեյում, որտեղ եւ այդ պահին գտնվում էր մորաքույրը։ Եվ մենք ոստիկանության ներկայացուցիչ միջոցով Հայրական տանը ով է խնամքով երեխաների զբաղվել։ Մինչ Հոր սպանությունից հետո եմ խոսում։ Մարտի 15-ից հետո ով։ Ուրեմն զբաղվել է հայրը։ Նախ ես տեսնեի Հոր սպանությունից հետո ով է զբաղվել։ Հոր սպանությունից հետո մորաքույրը։ Բա ինչի մասին է խոսքը։ Հիմա Բա ներողություն չբղավել որևէ մեկը տեղից։ Բայց ես կխնդրեի, որ լիներ առանց էմոցիաների, որտեղ մենք արդեն ապրած, արդեն արդասուկ թափած ենք այս հարցերում, ես կխնդրեմ, որ մեզանից շատ մտահոգվածներ չէին կարող լինեն համենայն դեպս։ Եկեք հիմա չափորոշիչներ չդնենք, հա, ով է մեզանից ավելի մտահոգ։ Ինչի է քննարկվում այսօր հարցը, եթե մորաքույրը խնամքով թեկուզ եւ առանց որևէ փաստաթղթի վերցրել է այդ խնամքն իր վրա, երեխաներով զբաղվել է եւ այսօր այլ ազգի, այլ հանրապետության քաղաքացի որոշել է ամիսներ անց երեխաների հանդեպ պահանջ ներկայացնել, մենք այստեղ պահանջատիրոջն ենք տեսնում որպես ներկայացուցիչ։ Ինչպես նաև որն է պատճառ հանդիսացել, որ արդեն երեխաները գտնվել են մորաքրոջ մոտ, ձեր հանձնաժողովը որոշում է կայացրել, ոչ թե մտնել դատարան եւ խնամակալության խնդիրը լուծել, հա, ով դառնալու երեխաների խնամակալ, արդեն երեխաները մորաքրոջ մոտ են, դուք որոշում եք կայացրել երեխաներին ինչ-որ մի կառույցում պահելու համար։ Ինչ հիմքի վրա դուք ասում եք մորաքույրն էլ ներկա է եղել, բայց հիմքը ո՞րն է եղել, որ երեխաները փաստացի արդեն գտնվել են մորաքրոջ մոտ։
Ուրեմն ձեզ հայտնի է, որ խնամակալության մարմինը Գիտեք, ինձ տալիս շատ բան է հայտնի, ես ինքս երեխա իրավունքի պաշտպանում եմ, ինձ ուղղակի մի բան է հայտնի, մի բանը հայտնի չի։ Տիկին Անտոնյան, ներողություն պատասխանը լսեն, հա։ Տիկին Անտոնյան, ուրեմն հանձնաժողովը մանրակրգիտ բոլոր կառույցների հետ, երեխաների ճակատագրով զբաղված շահագրգիռ կառույցների հետ, թե պետական, թե հասարակական։ Խնդրում եմ, եթե կարելի է դիֆերանսներ մի երկեք ձեր կառույցների վերաբերյալ, կոնկրետ դեպքի վերաբերյալ, ինչի էս երեխաները, որոնց խնամքով զբաղվել է մորաքույրը։ Մի օր որոշվեց, որ օտար ազգ պիտի նրա խնամքով զբաղվի։ Օտար ազգ չէ, նրանք էլ են։ Խնդիրը նա է, որ իրանք այդ երեխեքին մորից մորաքրոջից վերցրել տարել են կառույց։ Ինչ երեխաները ուղարկել Թուրքիա, ինչի համար եթե մորաքույրը այստեղ զբաղվում է։ Բայց մորաքույրը դեռևս պահանջներ չունի, դա խնդիր է։ Նստեք տիկին, նստեք ձեր տեղը։ Պահանջներ չունի, ինչի ենք հանդիպել մենք այսօր։ Օրենքով սահմանված կարգով կառավարության համապատասխան որոշմամբ Ուրա կառավարություն, ի՞նչ կառավարություն։ Ժամը 6-ին եկել երեխաքի պահանջում է մեր պետությունը։ Եվ եթե հայաստանները բավարարի, նույնիսկ դատարանական ճառը վերջացրեք, հա։ Եթե հաստատները պատրաստ եղան, դատարանական ճառը վերջացրեք։ Այս մարդը քաղաքապետարանի ներկայացուցիչ է, որը զբաղվում է երեխաների խնդիրներով։ Տիկին գիտեք, ներողություն եմ խնդրում։ Տիկին Գրիգորյան, ձեզ համար հիմնական պատճառը եղել է սոցիալական պայմանները, որ երեխաներին վերցրել եք մորաքրոջից։ Ո՞րն է եղել պայմանը։ Նաև բարոյա հոգեբանական։ Երեխաների սառնարանը եղել է դադարք։ Ոչինչ։ Երեխաները եղել են սովակ։ Ոչինչ։ Անգամ եղել է դատար։ Թող դադարք լինի, թող դադարք լինի։ Ես չես ասել։ Այդ հնարավորություն։ 3 ամիս է, որ ես երեխաները ունին pedagogan հոգացության տարիք։ Детский сад ասարքել։ Մենք տարել ենք ինչի համար է խնամքի կենտրոնը։ Տարել ենք խնամքի հաստատություն, որպեսզի երեխաները ժամանակավորապես կարողանան բեռնաթափել։ Ուշ փլավուտ է, չեմ ուզում։ Կլուզվի բնակարանի հարցը։ Տիկին Գրիգորյան, խնդրում եմ լռություն մի վարքյան։ Տիկին Գրիգորյան, որքանով է հավանական, հարցից խնդրում եմ պատասխանեք։ Որքանով է հավանական, որ երեխաները խնամքի կենտրոնից այդ սոցիալական պայմանների պատճառով, սոցիալական լավ պայմանների առկայության դեպքում կտեղափոխվեն Թուրքիայի Հանրապետություն։ Նորից եմ կրկնում, խնամակալության հաստաժողովը Ես չեմ հարցրել։ Դե եթե դուք զբաղվում եք ձեր հարցով, ներողություն մի րոպե, հա, մի րոպե, ես տեսել եմ ձեր հաղորդումը, Արմյուս հերոստանգերությունը, որ անամոթաբար ասում եք, հայտարարում եք, որ այս ընտանիքում Մուրաբա չի, Մուրաբայա միայն սեղանին եղել եւ երեխաները Մուրաբայի դեր։ Ուրեմն ասեմ, մի րոպե, մի ընդհատեք ինձ։ Դիմում եմ Հայաստանի Հանրապետության սոցիալ նախարար Արտեմ Ասատրյանին, դիմում եմ Լալա Ղազարյանին, դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի ձեզ մենակ այդ հայտարարության համար անմիջապես հեռացնեն աշխատանքից։ Անմիջապես։ Շնորհակալություն։ Երկրորդը, սկսվի հետաքննություն, թե ինչ չափանիշներով եք դուք նման հայտարարություն անում, ով է ձեզ թույլ տվել նման էթիկայից դուրս որևիցե արտահայտություն անել մարդու ընտանիքի, մարդու սառնարանի մասին, որի բարոյական իրավունքը դուք չունեք։ Ով ասաց, մենք պարտավոր ենք։ Մի րոպե, եւ հաջորդը, պարտավոր եք ստուգեք, բայց պարտավոր չհրապարակեք։ Այդ խավարին չլսնելու։ Բայց լսեք, եթե դա երեխայի ներողություն ես չեմ վերջացել, մի րոպե։ Եվ հաջորդը, եւ սոցիալ նախարարությունը ինքը հենց կառույցը ամբողջությամբ արդեն առանց ձեզ զբաղվի այս խնդրով։ Ուրիշ խնդիր այստեղ չի կարող լինել, իսկ ձեզ դուք փաստեր չունեք, եւ եթե ներողություն, եւ եթե այս տիկինը գազը անջատել է, լույսը անջատել է, ո՞նց է հանգիստ դարձել չի վերաբերվում։ Գազը անջատել, ես նաեւ լիազորված անդր։ Դուք հիմա, եթե ինքը Տիկին կարողանա Սուսաննա, դուք կարծում եք, որ այս երկրում որևէ երեխա, որ սոցիալական վատ պայմաններում է ապրում, պիտի Թուրքիա Առանց տեղափոխվի։ գազի ով է դա բան այսօր ասել։ Հարգելին էս դա էմոցիաներ ստեղծելու միջոց է։ Նույն տեգին էման երկու լույս ունեմ։ ինձ անձամբ ասել է։ Լույս չունենամ, ես օջախ որպեսզի երեխաներին տանեմ, փրոջս ամուսինը Թուրքիայի քաղաքացի է։
տիկին էման, եթե հենց հիմա ձեզ դուք փաստեր չունեք, դուք փաստեր չունեք ձեր մեղադրանքներում։ Եթե Տիկին Սուսաննա, ինչ հիմքի վրա եք պնդում, որ նա պատրաստում է վաճառել երեխաներին հորաքրոջը։ Տիկին Սուսաննա, պետք է ես համաձայնություն կտամ, ես փաստաբան եմ, բառացի խոսքերով եմ խոսում, ես բացարձակապես երեխաների շահից եմ խոսում։ Եթե նպատակը հարմար է, երեխաները մտնում են մեր պետության մեջ, եթե նպատակը հարմար կտա, որ ինքը թող տանեն։ Խնդիրը այլ է, այս կինը ես ձեզ հարց եմ տալիս, դուք պնդում եք, որ այս կինը պատրաստում է վաճառել երեխաներին հորաքրոջը։ Դուք եք նոր ասում եք։ Ես ասեմ, որտեղից եմ այդտեղ էլ գատվությունը ստացել։ Այս կինը երկու օր առաջ ինձ ասել է, տիկին Սուսան, ես պետք է թուղթ ստորագրեմ, որ երեխաներին տան հորաքրոջը։ Ամոթ ձեզ։ Միաժամանակ ասեց, մի վարկյան, Տիկին Սուսաննա, ինչի ես կինը այսօր էստեղ նստած, եթե նման հայտարարություն եք։ Ինչ կապ ունի դա, եթե երեխաներին վաճառում եք առիթ, նման 10 բնակարան։ Խնդրում եմ ճիշտ է հասկացեք, բնակարանությունից դուրս է գալու, պայքարը դրա համար է, ոչ թե երեխաների։ Ես հենց այդ վախում եմ։ Երեխաներին դուք ուղարկում եք են ընտանիք, որտեղ սպանել են այդ երեխայի մորը։ Դա մեր պետության խնդիրն է։ Դուք ինձ ուզում եք ասեք ներողություն Տիկին Սուսաննա, որ դուք հետևում եք Հայաստանի Հանրապետության օրենքին եւ Ինձ առանց օրենքի էր ուզում տանել, ինձ է ասել, հավատացեք ժողովուրդ, այն Աստվածը վգա, ասել է, ես խնամակալ կլինեմ։ Ես իմ քրոջս ամուսինը Թուրքիայի քաղաքացի մեքենայով կտանի պատուի մի սամանը հանձնի հորաքրոջ։ Ներողություն, մի վարկյան ինձ ուրիշ հարց է, Տիկին Սուսաննա, ներողություն, ձեզ որպես ծառայություն մատուցելու համար, ինչ ծառայության համար են դիմել։ Դուք ինչով եք Քաղաքացիական գործով մասնակցության, քաղաքացիական գործով տրվել է դիազորագիր, որովհետեւ ես հետաքրքրվեմ համապատասխան կառավարությունից թե ինչ թղթեր են պետք, ինչ փաստաթղթեր երեխաներին տեղափոխելու համար։ Այո, որովհետեւ հորաքույրը կարողանա Հարցիս պատասխանը տվեցիք, որ դուք երեխաներին ուզում եք տեղափոխել։ Ես չեմ ուզում, հորաքույրն է ուզում։ Այս դժբախտ ընտանիքի դժբախտ հորաքույրը հələ չի դիմել։ Տիկին Սուսաննա, թուրք հայ հարաբերությունը կապ չունի։ Դուք նոր ասում եք հորաքույրը դեռ չի դիմել, հիմա ասում եք հորաքույրը։ Ես բացատրում եմ, հորաքույրը ինձ լիազորել է։ Նպատակը կա, դեռ այո, ես ասել եմ, բերեք համապատասխան փաստաթղթեր։ Եթե չի Տիկին Սուսաննա, հետաքրքրության համար։ Ինչպես։ Հորաքույրի թղթերը հետաքրքրության համար։ Որովհետեւ ես դիմեմ կառավարությունը։ Այլափոխում ամեն ինչը։ Ես ասում եմ մենք չենք դիմել, որ ասում եմ պահանջ կա, չկա։ Ներողություն եմ խնդրում, որտեղ է այս պահին։ Ներողություն, հիմա դուք ավելի հետաքրքիր ինֆորմացիա կլսեք։ Որտեղ է այս պահին հորաքույրը։ Գյումրիում եկել է իր եղբոր երեխային տեսնելու, երեխաներին։ Ղալաթ արենավոր եկել է, երեխեքին որ պատող է եկել, հա։ Նայեք, տեսախցիկը ֆիքսել է հանդիպումը հորաքրոջ Թուրքիայից եկած երեխաների հետ հանդիպում, նայեք։
Պարզապես ելնելով փաստաբանական էթիկայից ավել բան չեմ ասի։ Դուք ում շահերն եք ներկայացնում, ասիք հորաքրոջ, խնամակալության Լավ ասեք, ով է ձեզ լիազորագիր տվել։ Հորաքուրը։ Խնամակալության հանձնաժողովում դուք ինչ դերակատարություն եք ունեցել մինչ այսօր երեխաների հետ կապված։ Ընդամենը բավարար հիմքեր համարելով, որ հորաքուր, նախ ես սկզբից ցանկացել եմ, որ հորաքուրս մոտ լինի։ Հետո ես բավականաչափ ինֆորմացիա ստացա, որ կասկածելի է, հորաքուրս մոտ վտանգավոր կարող է լինել ոչ միայն նոտապես, նաև ֆիզիկապես։ Ես ցավում եմ, որ թե դուք թե հատկապես քաղաքապետային ներկայացուցիչը, ես 10 տարի խնամակալության հանձնաժողովի նախագահ եմ եղել ձեր հանձնաժողով, ոչ ձեր քաղաքում, ու ես ցավում եմ, որ ամեն ինչը դուք նյութականացնում եք։ Դրանք այդ դուք եք ասում։ Ես չհավատեցի, ես ընդամենը նախարարության իմ կարծիքով նամակ եմ գրել, ուրիշ ոչինչ, ոչ։ Ինչ նամակ։ Իմ մոտ է, եթե ցանկալի է, պետք չի նամակը, դուք ասեք ես ես հավատում եմ։ Գրել եմ, որ կասկածներ կան, այսօր քրեական գործ կա, դերևս լուծված չէ խնդիրը, թե մորաքույրը դրտապատճառը հանդիսատող է, մասնագիծ է թե ոչ, մորաքրոջ տղան մասնագիծ է թե ոչ, անձամբ երեխայի հետ խոսել եմ, աղջիկը ասում է, ես ներկա եմ եղել, իմ ներկայությամբ Իսկ այդ աղջիկը ներկա չի եղել, որ իր մամային սպանել են, ու դուք փորձում եք այդ երեխային, որի աչքի առաջ իր մորը սպանել են, տանել այն ընտանիքում ապրի, որտեղ սպանել են իր մոր, ու դա դուք բարոյական համարում եք, որպես փաստաբան։ Հորաքույրը նախ այդ ընտանիքը չէ։ Ես էլ եմ կրկնում, պարզապես զուտ փաստաբանական էթիկայից ելնելով, ես էլ եմ փաստաբան։ Ես ավել բան չեմ ասում, բայց եկեք փորձենք մեր աշխատանքը, փաստաբանի աշխատանքը, եկեք նաև ինչ որտեղ կատարենք բարոյական նորմերից ելնելով, ու ոչ միայն գումարով մենք մեր աչքի առաջ փակենք, գումարը տեսնենք ու մոռանանք, թե մեր ազգությունը, թե մեր ազգական պատկանելությունը, թե մեր ամեն ինչը։ Ի վերջո, կներեք, գիտեք ինչ կա ցանկացած փաստ։ Մի շաբաթ առաջ ես չեմ ուզում բոլոր չագեստները բացեմ, պատշաճ չեմ համարում։ Մեկ շաբաթ առաջ ես ոստիկանության տեսչության պետի հետ այցելել եմ իրանց։ Ես չեմ ուզում չագեստները բացել, ինչու ինձ շատ լավ հասկացավ ինչու են գնացել։ Ասա։ Որտեղ 16-17 տարեկան տղա երեխա ունի, իսկ տանը կա 10 տարեկան աղջիկ։ Ինձ անմիջապես հասկացա, մենք ոչինչ չասեցինք։ Կես ժամ հետո ինձ զանգել։ Իմ տղան աղջիկ չի տեսել։ Քույրն է իր, սիրում է։ Ես գնում եմ տաղավարի Ինք այն կասկածները, որով մի խոսացեք էլի։ Ուրեմն ազգային անվտանգություն Ժողովուրդ, մի րոպե հլա։ Էլի չեմ բացում չագեստները։ Ինքը ասում է պետությունը թող նվաստ տա, ես պահեմ։ Էլի պետությունը պահում են, չի իրան նվաստ տա։ Եկեք սուս լսեք ինձ։ Էլի պահում են, Ես նպաստը հրաժարվում եմ, տալիս եմ ինչու եք հրաժարվում, պետք չի նպաստից հրաժարվել։ Դուք ինձ խնդրել եք, որ ես աղջիկան միջոցով զանգել եմ հորաքրոջից փոխել նպաստը։ Դուք ինձ տիկին եմ խնդրել եք, ես զանգել եմ, իմ հեռախոսովս քո։ Իրան լրացրեք համ, եթե սում է զանգել եմ Թուրքիա հորաքրոջից փող է ուզել, որ գազը, անջատված գազը միացնեն եւ Հետո ինչ։ Դուք չեք կարող ոչ մի բան ասել։ Դուք ասելիք չունեք։ Դրանով հաստատում եմ, որ դուք ասելիք չունեք, դուք պետք է փաստաբանների պալատեն ձեզնով պետք է զբաղվի։ Դե խոսացեք, թե սպասում եք, որ պետք է հելնեք արդեն։ Ես 35 տարվա աշխատանք Ես խնդրում եմ հիմնադրությունը այստեղ կրկերը հուսով եմ կմարենք, մինչև մեր մոտ դադար է, կգանք մի քանի վայրկյանից։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, շնորհակալություն ուշադրության համար, մեզ մոտ այսօր իրականում թեժ է։ Արյուն Նարյամբ երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում մենք վերադառնում ենք եթեր։ Ներողություն, ձեր հասցեին ինչ ասես, որ հնչեց, սկսած ձեր սառնարանի պարունակությունից, մինչև այն, որ ձեր տղան ցանկություն է ունեցել սեռական հարաբերություն ունենալ քրոջ հետ։ Ոչ ոք չասեց խնդրեք։ Մենք իրանք ուրախներները նդես բան ամոթա։ Ներողություն, ինչ ասեցիք դուք։ Ասեցի, որ մենք գնացել ենք ինֆորմացիա ենք լսել, գնացել ենք տեսնելու Լռություն։ Տեսչության պետի հետ։ Ինֆորմացիան ասեմ որտեղից, ախր բաներ կա, որ չեմ կարող չհաջողել։ Ասա, ինչ ես ասում, ասա։ Ասեք, լսում եմ ես։
գնացինք, որևէ բան չենք ասել, տեսանք, խոսեցինք, շատ լավ ընդունեց, ասենք երեխային լավ գտնայես, տղատ որտեղ է, ինքը ամիջապես հասկացավ ինչ ենք ասում, ինքն է հետո զանգել, մեզ թե, գիտեք, ընդամենը որպես քույր էինքը սիրե, ինքը քրոջ հետ չի ապրել, իր համար անսովոր, ես նորմալ ընդունեցի, ավելի ուշ թե, համար չէի ուզում ասել։ Լրեք խնդրում եմ։ Դու ինչու զանգեցի այդ կասկածը հայտնի, մենք այդպիսի բան քեզ չենք Ես երբ եմ զանգել, երբ եմ դες բան ասել, հեռախոսից մեջ քո զանգերը կա, խո ասելով չէ։ Հեռախոսի զանգը ինչ խոսքի տակ կներեք, դուք ինչ եք հասկանում այդ խոսքի տակ։ Ես մի փոքր երեխեն, Սոնայիս։ Հələ մի րոպե, էլի ես որպես ուզում եմ հոգեբան հարցնեմ, դուք որպես փաստաբան ինչ տեսաք այդ խոսքի տակ։ Նոր դուք փաստերով էիք խոսում, հիմա ինչ եք ջուրը պղտորում։ Ես այդ խոսքի տակ ոչինչ Լավ, ես հիմա քաղաքը գնամ, բացած ինֆորմացիան ինձ հուշեց, որ ինքը հասկացած է ինչ ինֆորմացիա։ Դուք փաստաբան եք, փաստերով խոսեք, ինչ ինֆորմացիա։ Փաստերով խոսեք։ Ես խնդրում եմ այստեղ դադար, ես հենց հիմա ներողություն, բոլորիցդ ներողություն եմ խնդրում, միջակետ եմ այսօր դնում եւ վաղը երեկոյան այդ տղայի 18 տարեկան Ալիկի ներկայությամբ եւ քրոջը հարաբերությունների վերաբերյալ մենք կխոսենք շարունակության վերաբերյալ արդեն վաղը երեկոյան մեր եթերում հերու չգնաք մենք այս երեխաների ճակատագիրը փորձելու ենք հասկանալ ինչ է լինելու վաղը մեր եթերում